Բայց սա էլ դեռ դժբախտություններից միակը չէ եւ վերջինը չէ։ Ավելի ցավոտ process է այսօր տեղի ունենում։ Ես չեմ ուզում դեռ չափազանցել, բացարձակացնել, բայց ստացվում է հետեւյալ պատկերը։ Աշխարհը դժգոհեց, բողոքեց, քննադատեց Ռուսաստանի այս վերջին գործողությունները Վրաստանում։ Բայց վերջի վերջո կարծես թե հաշտվեց, որ Ռուսաստանն է, որ լուծեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը։ Փաստ է սա։ Սա փաստ է եւ հիմա արևմուտքը փորձում է սրան հակակշռել Ռուսաստանի այս ազդեցությանը հակակշռել իրենց ակտիվությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում։ Եթե պարզ ասենք ժողովրդական լեզվով, հետևյալն է։ Ռուսաստանին ասում են, լավ, դու լուծեցիր Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցը, մենք էլ լուծելու ենք Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ինչն է ինձ հիմք տալիս նման եզրակացություն անելու։ Արևմուտքի եւ մանավանդ Թուրքիայի վերջին ակտիվությունները, որոնց Սերժ Սարգսյանը դժբախտաբար նորից կարծես հիպնոսի ենթարկվում է ահա այս ակտիվությանը։ Ինչը ես նկատի ունեմ։ Նախ Թուրքիայի այն առաջարկը, որը արվել է Հայաստանին ու Ադրբեջանին, եռակողմ հանդիպում կազմակերպել, այսինքն Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Այս հարցը նոր չի դրվել։ Այս հարցը եւ Ադրբեջանի կողմից, եւ Թուրքիայի կողմից անցած 92 թվականից 16 տարիների ընթացքում անընդհատ մեր առջև դրվել է։ Ես կարող եմ նույնիսկ անձնական հուշեր պատմել։ Երբ ես գնացել էի Օզալի հողարկավորությանը, այնտեղ Դեմիրելը ինձ եւ Էլչիբեին առաջարկեց եռակողմ հանդիպում կազմակերպել։ Ես մերժեցի։ Հետո խնդրեց, որ լավ, եթե ոչ իր մակարդակով, գոնե իմ եւ Էլչիբեի հանդիպմանը մասնակցի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չետինը։ Բայց դա նորից նույն եռակողմն էր։ Ես նորից մերժեցի։ Ես ասացի, ես առանձին կհանդիպեմ Էլչիբեի հետ, դեմ արդեմ եւ ինչ որ պետք է մենք խոսենք մեր երկու երկրների հարաբերությունների մասին։ Եռակողմ այս հանդիպման իմաստը փաստորեն Թուրքիայի միջնորդության ընդգծման իմաստ ուներ, իսկ Թուրքիայի միջնորդությունը ինչ կարող էր մեզ համար նշանակել։ Ստացվում է 2-1 հարաբերություն, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսակետները Ղարաբաղի հարցի մասին բացարձակապես համընկնում են։ Մենք լինում ենք միայնակ Թուրքիան եւ Ադրբեջանը երկուսով։ Մենք սա մերժել ենք։ Հիմա առաջին արձագանքը Հայաստանի իշխանությունների այն էր, որ նրանք պատրաստ են այսպիսի հանդիպման։ Սա չափազանց վտանգավոր process է։ Չափազանց վտանգավոր process է ոչ միայն այն առումով, ինչ արդեն նշեցի, այլ նաեւ այն առումով, որ դրանով փաստորեն վտանգվում է Մինսկի խմբի ձևաչափը։ Process-ը դուրս է գալիս Մինսկի խմբի ձևաչափից։ Իսկ Մինսկի խմբի ձևաչափը մեզ համար մինչև հիմա եղել է ամենաճիշտ ձևաչափը, որովհետև այստեղ կար գերտերությունների ուժերի հավասարակշռություն, որը մեզ հնարավորություն էր տալիս հասնել այն բանին, որ Ղարաբաղի հարցը չլուծվի գերտերություններից որևէ մեկի միակողմանի ջանքերի շնորհիվ։ Հիմա սա է վտանգված։ Սա է վտանգված։ Եռակողմ համաձայնություններ, եռակողմ հանդիպումներ մեզ առաջարկվել են նաև ուրիշների կողմից։ Ասենք Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ինձ առաջարկել էր հանդիպում կազմակերպել իր, Ալիևի եւ իմ միջև, ընդհանուր։ Ես դա էլ մերժեցի։ Հայտարարելով, որ Հայաստանը չի կարող մասնակցել որևէ եռակող հանդիպման, եթե այդ հանդիպմանը չի մասնակցում նաև Լեռնային Ղարաբաղի նախագահը։
Ավելին ինձ այդպիսի առաջարկ արել է նաև Բարիս Ելցինը, ժամանակ, մեր բարեկամը, և Հայաստանի ամենամեծ բարեկամը, և անձնապես իմ բարեկամը։ Ես այնքան ուժ ունեցել եմ մերժելու նաև անգամ նրան։ Ինձ առաջարկել էր հանդիպում կազմակերպել իր, Ալիևի և իմ միջև, կամ Կոզիրևի, Ալիևի և իմ միջև, նորից Ղարաբաղի հարցը քննարկելու համար։ Ես հասա այն բանին, որ Բարիս Ելցինը և Կոզիրևը համաձայնեցին և համոզեցին նաև այդ հարցում Ալիևին, որպեսզի այդ հանդիպմանը մասնակցի Ռոբերտ Քոչարյանը, և Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց այդ հանդիպմանը։ Հիմա ինչպես ասացի, այս ռևերանսներով, որ Սերժ Սարգսյանը այսօր անում է Արևմուտքին և Թուրքիային, չափազանց վտանգվում է Մինսկի խմբի ճակատագիրը, որը մեզ համար կարող է ճակատագրական դառնալ։ Չափազանց վտանգվում է։ Հիմա ինչ կարող էր անել Սերժ Սարգսյանը այս ճնշումները դիմագրավելու համար։ Ասացի արդեն, այդ ճնշումները կարող էր դիմագրավել ընտրյալ նախագահը, կոռուպցիայի մեջ չթաղված, կոմպրոմատների չենթարկվող, ես վստահ եմ, դրսից շուտով, եթե Սերժ Սարգսյանը շատ համառի, նրա նկատմամբ նաև կոմպրոմատներ են հրապարակվելու։ Միայն այսպիսի իշխանությունը կարող է դիմագրավել այս ճնշումներին։ Հիմա դա չկա։ Սերժ Սարգսյանն նստած է։ Ինչ պիտի անի նա։ Կարող էր մի ձև գտնել, փորձել փոխել այս հասարակական մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։ Փորձեր ազատ արձակել քաղաքաբանտարկյալներին։ Փորձել ինչ որ ձևով իրական, ոչ թե կեղծ, ոչ թե շինծու, ոչ թե իմիտացիոն երկխոսություն սկսել հասարակության և նրա ներկայացուցիչների հետ։ Դա միանգամից կփոխեր մթնոլորտը։ Դա միանգամից Արևմուտքին կհասկացներ, որ այսպիսի դեպքերում, երբ Ղարաբաղին վտանգ է սպառնում, այսպիսի ազգային խնդիրների շուրջ Հայաստանը ի վիճակի է անգամ լրջագույն տարաձայնությունների պարագայում համախմբվել և միասնաբար ազգովին դիմակայել այս արտաքին ճնշումներին։ Միակ ճանապարհը սա է։ Եթե Սերժ Սարգսյանը գնաց այլ ճանապարհով, դա նշանակում է նա հանուն իր էգոիստական շահերի վաճառքի է հանում և ցեղասպանությունը, և Լեռնային Ղարաբաղը, իսկ վերջին հաշվով մեր սիրելի հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը։ Իշխանություն։ Դա թող մեր գործողությունները որևէ մեկի մոտ տարակուսանք չառաջացնեն։ Ես գիտեմ, հասարակության մեջ կան անհամբերության, ավելի վճռական գործողությունների անցնելու տրամադրություններ, բայց ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում հավատալ շարժման առաջնորդներին, վստահ եղեք, դա մեր առավելությունը չէ, բայց մեր պարտականությունն է, իմանալ ավելին, քան հասարակության լայն շրջանները, հավասարակշռել բոլոր գործոնները, հաշվի առնել քաղաքական բոլոր հանգամանքները,
գլխավոր սկզբունք ունենալով եւ շարժման հզորությունը ապահովելը եւ պետությանն ու ժողովրդին չվնասելը, սա է մեր գլխավոր սկզբունքը։ Մենք ընտրել ենք պայքարի օրինական ուղին, օրենքի ոչ մի խախտում շարժումը թույլ չի տվել իր սկզբնավորման պահից մինչև այսօր, եւ ասվեց արդեն, մեզ չեն կարող հանել հավասարակշռությունից, տեղափոխել մեր շարժումը իրենց ձեռնտու դաշտ, կոշտ ֆիզիկական առճակատման դաշտ։ Այդ հաճույքը նրանց չի պատճառվի, ինչպես ասվեց Լևոն զույգի առաջին Լևոնը քիչ առաջ։ Եկեք առաջորդվենք հետևյալ սկզբունքով։ Մենք միևնույն է հաղթելու ենք։ Ուրեմն, եւ մենք հաղթելու ենք այն ճանապարհով, որը քիչ առաջ ես ընդգծեցի։ Դա է մեր հզորությունը, դա է մեր ուժը եւ սա է, որ ի վերջո հասցնելու է մեզ վերջնական հաղթանակի։ Ես ձեզ համբերություն չեմ մաղթում։ Ես ընդամենը մաղթում եմ հաղթածի արժանապատվություն, հաղթածի տրամադրություն, վեհանձնություն եւ հարատևություն, ուրիշ ոչինչ։ Մի կասկածեք ձեր ուժերի վրա, մի կասկածեք մեր ուժերի վրա, մենք միասին ենք եւ միասին էլ հասնելու ենք մեր վերջնական նպատակներին։ Շնորհակալություն։